News լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Մենք շարունակում ենք ներկայացնել ձեզ աշխարհի լրահոսը անջատելով աղմուկը, առաջին նորությունը ինքնաթիռի կործանման մասին է, մոլորակը մոլորվել է, թե լրահոսի հավասարակշռությունը պահպանելն է դժվարանում։ Միջուկային պատերազմի կանխատեսումներից մինչև ինքնաթիռի կործանում։ Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել Լոնդոն մեկնել պատրաստվող Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռը։ Հնդկաստանի ոստիկանությունը հաստատել է, որ կործանված օդանավում գտնվող բոլոր 242 ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հաստատել է, որ ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո եւ օդաչուները տագնապի ազդանշան են ուղարկել դիսպետչերական ծառայությանը։ Ինքնաթիռը ընկել է բնակելի թաղամասում, դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։ Օդանավում կային 169 հնդկաստանի քաղաքացիներ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի եւ 1 կանադացի, այդ թվում 11 երեխա։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Ահմադաբադի ողբերգությունը ցնցել եւ խորապես վշտացրել է իրեն։ Ես կապի մեջ եմ նախարարների եւ իշխանությունների հետ, որոնք աշխատում են տուժածներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, ասել է կառավարության ղեկավարը։ Air India-ն հետաքննում է դեպքի հանգամանքները ավիաաղետի պատճառները պարզելու համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի գործընկերոջն ու ժողովրդին օդանավի կործանման կապակցությամբ։ Խորապես ցավում եմ Ահմեդաբադում ուղևորափոխադրող ինքնաթիռի ողբերգական կործանման մասին լուրը ստանալու կապակցությամբ։ Ես մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Նարենդրա Մոդիին եւ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Մեր աղոթքները զոհերի, բոլոր տուժածների եւ նրանց ընտանիքների հետ են։ Էքսի իր հաշվում գրել է Փաշինյանը։ Իրանի շուրջ օղակը սեղմվում է, միջուկային ծրագիրը լարվածության նոր ալիք է բարձրացրել։ Տպավորությունը է, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես հանգիստ է թողել ցուցարարներին եւ Նյուսոմին պատրաստվում է Քեմփ Դեյվիդում խորհրդակցություն անցկացնել Իրանի դեմ ռազմավարություն մշակելու համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին է անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ Պատճառը կրկին նույնն է։ Հինգշաբթի ատոմային էներգիայի միջազգային գործակալության խորհուրդը 20 տարվա ընթացքում առաջին անգամ հայտարարել է, որ Իրանը չի կատարում իր միջուկային պարտավորությունները, ինչը նախադրյալներ է ստեղծում ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման համար։ Իրանն էլ հրապարակել է իր հետախուզության Իսրայելի միջուկային նախագծերի մասին ձեռք բերած գաղտնի փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, որ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կատարել է Թել Ավիվի բոլոր հրահանգները։ Միջազգային լրահոսի առանցքային թեմային մեր անդրադարձը ռեպորտաժի տեսքով։ Թրամփի վարչակազմը վերադառնալով առավելագույն ճնշման քաղաքականությանը փորձում է կանխել Իրանի միջուկային զենքի տարածումը։ Քեմփ Դեյվիդում կայանալիք խորհրդակցությունը, որին մասնակցելու են Թրամփի արտաքին քաղաքականության թիմի առանցքային անդամները, նպատակ ունի մշակել ռազմավարություն, որը կներառի դիվանագիտական բանակցությունները եւ անհրաժեշտության դեպքում ռազմական տարբերակներ։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանին միջուկային զենք ունենալ թույլ չի տա, սակայն նա նաեւ ընդգծել է դիվանագիտական ճանապարհի առաջնահերթությունը, նշելով, որ հաջող բանակցությունները կարող են փրկել բազմաթիվ կյանքեր։ Այնուամենայնիվ Թրամփի դիրքորոշումը որոշակի հակասություններ է պարունակում։ Նա մի կողմից ճնշում է Իրանին տնտեսական պատժամիջոցներով եւ ռազմական սպառնալիքներով, մյուս կողմից բանակցություններ է վարում Օմանի եւ Իտալիայի միջնորդությամբ։ Հաջորդ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջուկային թղթապանակի շուրջ բանակցությունների 6-րդ փուլը կկայանա Մասկատում կիրակի, հունիսի 15-ին։ Իրանը իր հերթին պահանջում է պատժամիջոցների մեղմացում եւ ուրանի հարստացման իրավունքի ճանաչում քաղաքացիական նպատակներով։ Այս բանակցությունների հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք կողմերը կարող են բանակցության գալ ուրանի հարստացման եւ միջուկային ենթակառուցվածքների սահմանափակման շուրջ։ Ի տարբերություն Թրամփի, Նեթանյահուն կտրականապես դեմ է Իրանի միջուկային ծրագրի որևէ ձևով պահպանմանը։ Նա պնդում է, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքը պետք է ամբողջությամբ ապամոնտաժվի եւ Թեհրանը զրկվի ուրանի հարստացման հնարավորությունից։ Իսրայելը վերջին տարիներին Իրանի դեմ գործողություններ իրականացնելով համարում է, որ ներկայում Իրանը ռազմական առումով թուլացած է, ինչը բացառիկ հնարավորություն է ստեղծում հարված հասցնելու նրա միջուկային օբյեկտներին։ Իսրայելի անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու են ոչ միայն պաշտպանության նախարարը եւ ռազմական հարցերով նախարարը, այլև ծայրահեղ աջ ուժերի ներկայացուցիչները, վկայում են Նեթանյահուի մտադրության մասին համախմբել ներքին աջակցությունը Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների, Իսրայելն արդեն ավարտին է հասցնում ռազմական հատվածի պլանավորումը, ներառյալ օդային միջոցների և զինամթերքի տեղափոխումը։ Թրամփի և Նեթանյահուի վերջին հեռախոսազրույցը, որը տևել է մոտ 40 րոպե, ընդգծում է նրանց սերտ համագործակցությունը, բայց նաև որոշակի տարաձայնություններ։ Թրամփը կոչ է արել Նեթանյահուին զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք կարող են խաթարել բանակցությունները, մինչդեռ Նեթանյահուն պնդել է, որ Իրանի դեմ վստահելի ռազմական սպառնալիք պետք է մշտապես պահպանվի։ Թրամփը սակայն հստակ չի նշել, թե արդյոք ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելի միակողմանի հարվածին, եթե բանակցությունները ձախողվեն։ Այս տարաձայնությունները խորանում են երկու առաջնորդների տարբեր մոտեցումներով։ Թրամփը ձգտելով խուսափել Մերձավոր Արևելքում նոր պատերազմից, առաջնահերթություն է տալիս դիվանագիտությանը, մինչդեռ Նեթանյահուն Իրանի թուլացած վիճակը համարելով ռազմավարական հնարավորություն, ավելի ագրեսիվ մոտեցում է որդեգրում։ Իսրայելի ռազմական պլանները, որոնք ներառում են օդային հարվածներ և հնարավոր է կոմանդոսային գործողություններ, պահանջում են ԱՄՆ-ի աջակցությունը որպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական առումով։ Reuters-ի կանխատեսումը, որ Իսրայելի հարվածը Իրանին կարող է տեղի ունենալ օրերի ընթացքում, հիմնված է Իսրայելի ռազմական պատրաստությունների և Թրամփ-Նեթանյահու բանակցությունների մասին տեղեկությունների վրա։ Իսրայելի կողմից նման հարվածը կարող է ունենալ լուրջ հետևանքներ։ Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելի ցանկացած հարձակմանը, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի, ներառյալ Իրանի դաշնային խմբավորումների ակտիվացումը։ Միաժամանակ Իսրայելի հարվածը կարող է Իրանին մղել ավելի արագ միջուկային զենք մշակել կամ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալ։ Տարածաշրջանային էսկալացիան կարող է խաթարել նավթի մատակարարումները, հանգեցնելով էներգետիկ ճգնաժամի։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Վերջին տեղեկություններով Իրաքում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը սկսում է դիվանագետների արտակարգ տարհանում։ Ամերիկյան դեսպանության անձնակազմը տարհանվում է նաև Քուվեյթից։ Մեծ Բրիտանիան զգուշացրել է բոլոր բեռնանավերին Պարսից ծոցահատելիս սպասման ռեժիմում մնալ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հինգշաբթի հրամայել է սկսել համազգային զորավարժությունների շարք, հաղորդել է Մեհրը։ Բաղեիի խոսքով զորավարժությունների նպատակն է բարձրացնել Իրանի զինված ուժերի պաշտպանական հզորությունը, օպերատիվ պատրաստվածությունը և զսպման ներուժը, նշել է գործակալությունը։ Որքանով է հավանական մեր սահմանների անմիջական հարևանությամբ ռազմական էսկալացիան, փորձագետների հետ խոսել է Դավիթ Գենջոյանը, դիտենք։ ՀԱԳԱՏ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը խախտել է միջուկային զենքի տարածման վերաբերյալ իր պարտավորությունները։ Միջուկային գործակալության զեկույցի բացահայտումներին կտրուկ արձագանքել են Թեհրանից եւ Երուսաղեմից։ Իրանը կոշտ դատապարտել է քայլը որակելով քաղաքական ճնշում եւ սպառնացել էլ ավելի ընդլայնել իր միջուկային ծրագիրը։ Իսրայելը, սակայն, Իրանի միջուկային ծրագիրը դիտարկում է իր երկրի համար գոյաբանական սպառնալիք։ Ամերիկյան որոշ վերլուծաբաններ շատ հավանական են համարում, որ Իսրայելը առաջիկա օրերին հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին։ Մինչդեռ ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի իրավիճակը գետնի վրա դեռևս անորոշ է։ Տեղեկատվական դիրույթում է նաև որոշ պաշտոնյաների հայտարարություններ կան, բայց կոնկրետ գործողությունների դաշտում կարծեք թե որևէ բան առայժմ հստակ չէ։ Փորձագետի կարծիքով Իսրայելը ռիսկ չի անի առանց մեծ եղբոր ԱՄՆ-ի այդպիսի լուրջ քայլի գնալ։ Բայց համատեքստում տարածաշրջանում մենք ունենք մի վարչախումբ, որը տենչում է ուղղակի պատերազմ Իրանի դեմ։ Նեթանյահուի վարչախմբի մասին է խոսքը, ընդ որում Իսրայելը ոչ բոլորն են համաձայն այդ քաղաքականության հետ։ Եվ այս համատեքստում կարծեք թե պատեն առիթ է դիտարկվում տվյալ հանգամանքը Իրանի վրա, ասեմ այսպես, հարձակում իրականացնելու համար։ Բայց իսրայելական կողմը միայնակ նման հարձակում իրականացնելու, լայնածավալ հարձակում իրականացնելու հնարավորություն չունի եւ առանց Միացյալ Նահանգների թույլատրության նման գործողության չի կարող գնալ։ Այնինչ առավելագույնը կարող է անել Իսրայելը փոքր կետային հարվածներ հասցնելն է, ասում է իրանագետը։ Իսրայելական կողմը հնարավորություն ունի օդային հարված հասցնելու, ոչ լայնածավալ բնույթի, կետային օդային հարվածներ հասցնելու հնարավորություն ունի, բայց գիտեք իրանական կողմից էլ հայտարարում են, որ իրաց հիմնական ախոյանը այդ պարագայում կլինի Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում, Միացյալ Նահանգների ռազմակայանները եւ այն ենթակառուցվածքները, որոնք ըստ էության սպասարկում են։ Իսրայելի հնարավոր հարվածը նույնիսկ սահմանափակ լինելու դեպքում կարող է տարածաշրջանում լուրջ հետևանքներ ունենալ։ Իրանը հստակ զգուշացրել է, որ պատասխան կհարվածի ԱՄՆ ռազմաբազաներին, հատկապես որ դրանք գտնվում են իրենց հասանելիության գոտում։ Իրանագետը ընդգծում է Իսրայելի եւ Ադրբեջանի միջև խորը ռազմավարական կապերը Ադրբեջանը դարձնում են Իրանի դեմ Իսրայելի գործողությունների հնարավոր մասնակից։ Ինչպես գիտենք, Իրանը մեկ անգամ չէ հայտարարել, որ Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Իրանի վրա յուրաքանչյուր հարձակման պարագայում Ադրբեջանը դիտարկվում է որպես ցածկահարթակ, հատկապես եթե խոսքը գնում է Իսրայելի պետության մասին, որի հետ Բաքվի բարբարոսական վարչախումբը
ավելի խորը ռազմավարական հարաբերություններ, ոստի այս համատեքստում ադրբեջանական կողմը ակնհայտորեն այն շահառուներից է, որը կցանկանա Իրանի դեմ ռազմական գործողություններ, բայց սա հղի է նաև ռիսկերով, որովհետև եթե ադրբեջանական տարածքը օգտագործի Իրանի վրա հարձակման նպատակով, ապա այդ տարածքը նույնպես թիրախ կդառնա իրանական հսկեղային հաստատի համար։ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը եւ լարվածության սրումը Մերձավոր Արևելքում իրավիճակը դարձնում են պայթյունավտանգ։ Փորձագետներն ասում են, որ մոտ ապագայում ռազմական բախումների վտանգը մեծ է, հատկապես եթե դիվանագիտական ջանքերը փակուղում հայտնվեն։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Երկրի ղեկավարի այսօրվա առավոտը ոչ թե Facebook-յան գրառմամբ, այլ կառավարության նիստով է սկսվել։ Առաջին հերթին վարչապետ Փաշինյանին զեկուցել են ճամբարակում 3 տեղի ունեցած դեպքի մանրամասները։ Նախնական տվյալներով պայթյունը գազի արտահոսքի հետևանք էր։ Վարչապետ Փաշինյանը նախ ճշտեց անօթևաններ կան, թե ոչ, հետո ցավակցություններ հայտնեց։ Իսկ վերջին ժամերին պարզ դարձավ, որ ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի։ Մեր թղթակից Նարինե Ղուկասյանը զրուցել է ճամբարակի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի հետ քննարկել իրավիճակը համայնքում։ Ամբողջական տեսանյութը 21:00-ի լուրերի թողարկման, իսկ այժմ դիտենք հատված։ Ընդհանուր համայնքում շատ տխուր մռայլ վիճակ է, էլի հոգեբանական առումով։ Արմի խաչի հետ պայմանավորվել էինք, շատ արագ արձագանքեցին, այդ հոգեբանական աջակցության կարիքը իրոք շատ կար։ Երեք աշխատել են ընտանիքների հետ, անձանց հետ, այսօր էլ շարունակելու են։ Իսկ դուք որքան հաճախ եք խոսում ChatGPT-ի հետ։ Ես հույսս դեռ ինձ վրա եմ դրել, բայց զարգացող տեխնոլոգիաների քարտեզում ուրույն տեղ ունենալու համար սեփական ChatGPT-ներ արտադրող գործարան ունենալը համաձայն եք, որ վատ միտք չէ։ Բարձր տեխնոլոգիական նախարարությունից հայտնում են, որ մեզ մոտ արդեն եկող տարի $500 միլիոն արժողությամբ արհեստական բանականության գործարանը կգործարկվի։ Կառավարության նիստի ընթացքում գործադիրի ղեկավարը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին խնդրեց մանրամասներ ներկայացնել կառավարության անդամներին հենց այս ծրագրի մասին։ Հստակ չէ Հայաստանի պետության ներգրավվածության ձևաչափը, բայց ըստ նախարարի ծրագիրը չափազանց իրատեսական է։ Հետազոտողները, գիտնականները, մասնավոր բիզնես հատվածը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն, վարձակալեն Firebird-ի կողմից արտադրված այդ արհեստական բանականության ռեսուրսը եւ իրենց հետազոտություններում կիրառեն, պետք է նշեմ, որ որոշ հատված մենք նախատեսում ենք, կառավարությունը նախատեսում է հասանելի դարձնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի համար, AI մասնագետների համար, հետազոտողների համար, բայց հասկանալի է, որ մենք խոսում ենք մեծածավալ ռեսուրսների մասին, այսինքն հիմնական մասը բնականաբար ընկերությունը cloud ծառայությունների միջոցով պետք է հասանելի դարձնի եւ վաճառի աշխարհի տարբեր երկրներում ընկերությունների։ Փաշինյանը խոսել է նաև խաղաղության օրակարգից, ասել, թե ինքը իրական Հայաստանի դիտակետից է նայում եւ մեր երկրի առաջ մեծ հնարավորություններ են բացվել։ Ամբողջությամբ չհամաձայնեցված խաղաղության պայմանագրի կետերի եւ հարևանների նվաճողական քաղաքականության վտանգներին Փաշինյանը հակադրում է երկրում տեղի ունեցող միջազգային կոնֆերանսները։ Մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Կառավարությունը քննարկել է նաև Խո եւ Վաղարշապատ համայնքների միավորման, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի առաջարկը։ Նախարարը մամուլին արդեն հասցրել էր տեղեկացնել, որ առաջիկայում այլ համայնքներ եւս կվերամիավորվեն, քանի որ կասկածներ էին տարածվում, որ համայնքը խոշորացվում է տեղական մարմնի ընտրությունում քաղաքացիական պայմանագրի թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։ Պատճառն այն է, որ Վաղարշապատ համայնքը բավարար չափով չի խոշորացվել։ Ասել է նա, համայնքային խոշորացման նոր նախագիծ, թե քաղաքական հեռահայացություն դժվար է ասել։ Պարոն Մերխակյանը լավագույն թեկնածուն է Վաղարշապատի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը Վաղարշապատում սպասվելիք ընտրությունների մասին է խոսել։ Իշխող ուժը պատրաստվում է քվորում չապահովել նիստերի ընթացքում, որպեսզի արտահերթ ընտրություններ լինեն, բայց արդեն ոչ միայն Վաղարշապատի, այլև Վաղարշապատի եւ Փարաքարի միջոցով խոշորացված համայնքի։
Վաղարշաբաթը մեր միակ համայնքն է, որը այս տրամաբանությունից դուրս էր միավորվել 2021-ին, այսինքն միացել է մի գյուղական բնակավայր եւ մենք փորձում ենք ուրեմն այս ձևով բերել են նույն տրամաբանության մեջ, ինչով աշխատում ենք 21-ին չէի կանում ամբողջապես։ Տեսեք, մենք միավորման գործընթացը շատ տեղերում փուլային ենք անում եւ 2026-ին էլ վստահաբար լինելու են համայնքներ, որոնք վերաբերավորվելու են։ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է լինելու քաղաքացիական պայմանագրի թեկնածուն։ Ըստ Խուդատյանի նա Խոյ գյուղի բնակիչ է։ Խուդատյանը վստահ է մարզպետի պաշտոնը չեն իջեցնում։ Յուրաքանչյուրի համար երանելի պատիվ է ընտրությունների ձայները ստանալ, իսկ մարզպետը նշանակովի պաշտոն է։ Պարոն Մեխակյանը արդեն այդպիսի հնարավորություն ստացել է Խոյում եւ հաջողությամբ իրականացել է բազմաթիվ ծրագրեր, որի մասին կհաստատեն բնակիչները, այլ կարգավիճակով համայնքի ղեկավարի տեղակալի կարգավիճակով հնարավորություն է ունեցել ծառայելու էջմիածնեցիներին եւ էջմիածնեցիները վստահաբար այդ ծառայությունը դրական են հիշում եւ միավորման պարագայում ես վստահ եմ, որ ավելի լավ ընտրություն քան պարոն Մեխակյանն է հնարավոր չի ուղղակի կայացնել։ Արգիշտի Մեխակյանին Վաղարշապատի համայնքի ղեկավար դառնալու համար պետք է, որ Խոյն ու Վաղարշապատը միավորվեն, այսինքն թեկնածուն պետք է լինի համայնքի բնակիչ։ Չնայած նախարարն ասում է համայնքի միավորման եւ Մեխակյանի թեկնածության որոշումներն իրար հետ կապ չունեն։ Սիմոն Հովանեսյան, Reopen Media։ Կար ժամանակ, երբ ամենացանկալի հեռախոսը Nokia-ն էր։ Չկար մեկը, որ սիրելի մոդել չունենար, իսկ բացվող հեռախոսներն առանձնակի ճոխություն էին։ Երևանում են Nokia ընկերության ավագ փոխնախագահ Ռոլֆ Վերները եւ փոխնախագահ Փիթեր Վուկովիցը։ Նախորդին նրանք փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանին են ներկայացրել հեռահաղորդակցության ոլորտում Nokia եւ Ucom ընկերությունների առաջիկա համագործակցությունը։ Apple-ին փոխարինող նոր ու ավելի սմարթ մոդելի մի սպասեք։ Ավելի հետաքրքիր նորություն կա։ Կարծես Հայաստանը 5G ցանցի ժամանակաշրջան է թևակողում։ Կառավարությունում տեղի ունեցած 5G ենթակառուցվածքների ներդրման ընթացիկ եւ ապագա ծրագրերի քննարկմանը մասնակցել են նաեւ Galaxy ընկերությունների խմբի համահիմնադիրներ Արտյոմ Խաչատրյանը, Արամ Խաչատրյանը եւ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Կիրիկյանը։ Արարատ Միրզոյանի գործուղումները շարունակվում են։ Արտգործնախարարը կմասնակցի Մարսելում անցկացվող միջերկրական Ռայիսյանը համաժողովին, որը Հնդկաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությամբ կազմակերպվում է առաջին անգամ։ Նա Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարիի հետ միասին կմասնակցի պանելային քննարկման նվիրված Եվրոպա-Հնդկախաղաղօվկիանոսյան ռազմավարական կապերին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի ուղևորների ցուցակի առկայությամբ։ Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով եւ դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Ծառայության տնօրենը վերահաստատել է հանձնաժողովի հանձնառությունը շարունակելու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ համալիր եւ համակարգված աշխատանքը։ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հանձնաժողովին ներկայացրել են անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ կոմիտեում կատարվող քննության արդյունքները։ Այնուհետև քննարկումներ են ծավալվել հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։ Գերիների փոխանակում են իրականացրել Ռուսաստանն ու Ուկրաինան։ Ուկրաինայում ընթացող պատերազմը շարունակում է մնալ համաշխարհային օրակարգի առանցքում, ռազմական էսկալացիայի, մարդասիրական ճգնաժամի եւ միջազգային դիվանագիտական ջանքերի խաչմերուկում։ Վերջին օրերի իրադարձությունները Խարկովի գնդակոծությունից մինչև ռազմագերիների փոխանակում եւ Օդեսայում գումարված գագաթնաժողով վկայում են տարածաշրջանում լարվածության աճի եւ խաղաղության հասնելու բարդ ճանապարհի մասին։ Ռուսական զորքերը համառորեն մոտենում են Դնեպրի ձախ ափին ակնհայտորեն երկու մասի բաժանելու հեռանկարով։ Միաժամանակ շարունակում են առաջխաղացումը Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում։ Անցած մեկ օրում ռուսական զորքերի կենտրոն խմբավորումը Դոնբասում գրավել է Պետրովսկոյե եւ Ալեքսեևկա բնակավայրերը։
Հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Խարկով քաղաքին, հիմնականում օգտագործելով հարվածային դրոններ։ Ուկրաինական լրատվամիջոցները Խարկովը կրակների մեջ է խորագրով լուրեր հրապարակելով հայտնում են, որ հարձակման հետևանքով այրվել են բնակելի տներ, տասնյակ ավտոմեքենաներ եւ ձեռնարկություններ։ Գնդակոծությունների հետևանքով վիրավորվել է 14 մարդ, որոնցից 4-ը երեխաներ են։ Ռուսական կողմն իր հերթին հաղորդում է ուկրաինական կողմի հրթիռակոծությունների մասին, նշելով, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի օդային տարածքում խոցվել է 52 ուկրաինական դրոն, որոնցից 3-ը Մոսկվայի մարզում։ Միաժամանակ Ստամբուլյան պայմանավորվածությունների ֆոնին պատերազմող կողմերն իրականացրել են ռազմագերիների փոխանակում։ Փոխանակված զինվորների թիվը երկու կողմն էլ չեն հստակեցնում։ Ռուսաստանցի զինծառայողներն արդեն Բելարուսում են, որտեղից կտեղափոխվեն Ռուսաստան բուժման եւ վերականգնման համար։ Չհայտարարված այցով այսօր Կիև է ժամանել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, անձամբ գնահատելու իրավիճակը եւ Ուկրաինայի կառավարության հետ քննարկելու լրացուցիչ ռազմական օգնության հարցը։ Նրա այցը հետևում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, որ գերմանական զենքի մատակարարումները Ուկրաինային այսուհետև կլինեն գաղտնի, Ռուսաստանին ռազմավարական անորոշության մեջ պահելու նպատակով։ Ընդ որում Մերցը նաև խոստացել է Կիևին մատակարարել հեռահար Թաուրուս հրթիռներ, ինչից նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը խուսափում էր։ Այս զարգացումները վկայում են Գերմանիայի ռազմական աջակցության խորացման մասին, չնայած ներքին քաղաքական տարաձայնություններին, մասնավորապես Պիստորիուսի կուսակից սոցիալ-դեմոկրատների դիվանագիտությանը առաջնահերթություն տալու կոչերին։ Խաղաղության եւ տարածաշրջանային կայունության հարցերը քննարկվել են Օդեսայում կայացած գագաթնաժողովում, որին մասնակցել են հարավարևմտյան երկրները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական պլանները ուղղված են Օդեսային, ինչպես նաև Մոլդովայի եւ Ռումինիայի սահմաններին։ Մեզ հիմա պաշտպանություն է պետք, բայց առաջին հերթին երկարաժամկետ երաշխիքներ, որ այս ագրեսիան չի կրկնվի։ Ռումինիայի նախագահ Նիկու Շորդանը մեղադրել է Ռուսաստանին խաղաղ ջանքերը խաթարելու մեջ։ Միակ լեզուն, որ հասկանում է Ռուսաստանը, ուժի լեզուն է։ Ես կոչ եմ անում աջակցել Ուկրաինային, բանակցություններում ուժի դիրքերից հանդես գալու համար։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն զգուշացրել է Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմի միջոցով իր երկրի այս տարվա աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրություններին միջամտելու փորձերի մասին։ Ի դեպ գագաթնաժողովից ժամեր առաջ Օդեսան ենթարկվել է ռուսական հրթիռակոծության։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Բողոքի ցույցերի նորալիքը նոր մտքեր է բորբոքել նախագահ Թրամփի գլխում։ Նա ցուցարարներին ֆինանսավորողների աղբյուրն է փնտրում։ Ցույցերի ավելի ընդգրկուն աշխարհագրություն եւ ձերբակալվածներ այժմ պարետային ժամ է սահմանվել ոչ միայն Լոս Անջելեսի կենտրոնում, այլև Սիեթլում եւ Սփոքենում։ Խստացվում են անվտանգության միջոցառումները։ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին եւ Միշուստինին Ռուսաստանի Դաշնության օրացույցում այսօր սովորական հինգշաբթի չէ, տոնական օր է։ Փաշինյանի շնորհավորանքը մեջբերում է Վլադիմիր Պուտինին։ Շնորհավորում եմ ձեզ եւ բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կզարգանան եւ կամրապնդվեն ի նպաստ մեր երկրի ժողովուրդների բարօրության։ Միխայել Միշուստինին ուղղված ուղերձում նշվում է. այսօրը ժամանակակից Ռուսաստանի նորագույն պատմության մեջ մեկնարկային կետ է, որը նշանավորվում է պետության եւ հասարակության զարգացման նոր փուլի սկզբով։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև հետևողական բազմաբովանդակ համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ, նպաստելով փոխշահավետ նախագծերի իրականացմանը եւ երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը։ Վարչապետ Փաշինյանը փնտրտուքների մեջ է։ Կաթողիկոսի ընտրության հարց է հասունանում։ Կառավարության ղեկավարը ժամեր առաջ հերթական ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրել է, որ ցավոք կաթողիկոսի թեկնածու չունի, բայց հստակ պատկերացնում է, թե ով կարող է հայոց աշխարհի հոգևոր հորդերը ստանձնել։ Հիսուս Քրիստոսի հետևորդ, Աստծուն հավատացող, եկեղեցուն ծառայող մարդ եւ բարեպաշտ հոգևորական է փնտրում Փաշինյանը։ Խարդախ վաշխառուների եւ վեղարի տակ թաքնված անառակներին եկեղեցում Հայաստանի վարչապետը չի ուզում տեսնել։ Կտրիչ Ներսիսյանը պիտի ազատի Վեհարյանը գրառման մեջ կրկին պնդել է Փաշինյանը։ Սփյուռքի հոգևոր դասը շարունակում է հայտարարություններ տարածել ի աջակցություն ամենայն հայոց կաթողիկոսի։ Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի թեմական խորհուրդները հայտարարել են, որ Հայաստանի գործող իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հատել են բարոյականության բոլոր հնարավոր եւ անհնար սահմանները։ Սրանք ոչ այլ ինչ են, քան ազգադավ փորձ հարվածելու հայ ժողովրդի հոգևոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար եւ անդառնալի հետևանքներով, նշված է հայտարարության մեջ։
Գինու փառատոնի հետ համը նոր մրցույթի տեսքով Հայաստանը տոնախմբություններ կազմակերպելու մենաշնորհ ունի կարծես։ Եկող տարի հյուրընկալելու ենք աշխարհի խոշորագույն գինու մրցույթներից մեկը Concours Mondial de Bruxelles։ Ինչուանում կայացած միջոցառման ժամանակ պաշտոնապես հայտարարվեց ընդունող երկրի փոփոխությունը եւ հայ ու չինացի ներկայացուցիչները դրոշների փոխանակմամբ խորհրդանշեցին փոխանցումը։ Հայկական գինու հանրահռչակմանը այս անգամ կնպաստի 380 միջազգային մասնագետ, իսկ մեծաթիվ հյուրերի համար սա պարզապես գինու աներևակայելի հրավառություն է լինելու։ Հաղթանակների մասին պետք է բարձրաձայն խոսել։ Եռագույնը վեհ ծածանվել է Սկոպիեում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում։ Մեր հավաքականը գրավել է առաջին տեղը թիմային հաշվարկում, երկրորդ տեղում Վրաստանի թիմն էր, երրորդում Ադրբեջանի հավաքականը։ Հայաստանի թիմից ոսկե մեդալակիրներ դարձան 51 կիլոգրամ քաշային Մարատ Աջեմյանը, 60 կիլոգրամ քաշային Հայկ Մանուկյանը, որը եզրափակչում ադրբեջանցի մրցակցին հաղթեց տուշեյով։ Մարտին Մանջիկյանը եւ Ջանես Նազարյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Ով իրազեկված է, նա պաշտպանված է գազից օգտվելու անվտանգության կանոնների մասին Անի Հովհաննիսյանը երևանցիներին է հարց ու փորձ արել, իսկ անվտանգության գոտիները մենք կկոչկենք ժամը 21-ի գլխավոր թողարկմանը, ամբողջական ռեպորտաժի տեսքով։ Գալիս են ինչ-որ ապարատով ստուգում են, որտեղ կա գազի խոսք, եւ գազօջախն են ստուգում, եւ ջրատաքացուցիչն են ստուգում, եւ եթե հանկարծ խնդիրներ են լինում, խնդիրների առկայության դեպքում աշխատում են շուտ վերացնել։ Reopen Media-ի հաջորդ լրատվական թողարկումը ժամը 21-ին է։ Փնտրեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում եւ Facebook-ում։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, մինչև հանդիպում։